Գիրք Զաքարիա, գլուխ 10. Խնդրեցեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին. Տերը կայծակներ է շինում, և անձրև ու տարապ կտա նրանց, ամեն մեկին խոտ իր ագարակումը, որովհետև թերափիմները ունայնություն են խոսել, և գուշակողները սուտ են տեսել, և փուչ երազներ են խոսել, դարտակ են մխիթարել. սրա համար հոտի պես պիտի չվեն, ճնշվելու են, որովհետև հովիվ չկա. հովիվների վրա բորբոքվեցավ իմ բարկությունը, և նոխազներին պիտի այցելեմ, որովհետև զորաց Տերը այցելեց իր հոտը, Հուդայի տունը, և նրան շինեց ինչպես իր փառավոր երիվարը պատերազմի մեջ. նրանից է անկյունակարը, նրանից է բևեռը, նրանից է պատերազմի աղեղը, նրանից է դուրս գալիս ամեն զորավար մեկտեղ, և պիտի լինեն տղամարդկանց պես, որ կոխ են տալիս պատերազմումը փողոցների ցեխի մեջ, և պիտի պատերազմեն, որովհետև Տերը նրանց հետ է, և պիտի ամաչեն ձիանք հեծնողները. և ես պիտի քաջացնեմ Հուդայի տունը, և փրկեմ Հովսեփի տունը, և նրանց պիտի բնակեցնեմ, որովհետև նրանց ողորմել եմ, և նրանք պիտի լինեն իբր թե ես նրանց չէի մերժել, որովհետև ես եմ նրանց Տեր Աստվածը, և նրանց պիտի լսեմ. և զորավորի պես պիտի լինի Եփրեմը, և նրանց սիրտը պիտի ուրախանա իբր թե գինիով, և նրանց որդիքն էլ պիտի տեսնեն և ուրախանան, նրանց սիրտը պիտի ցնծա Տերովը. ես նրանց պիտի սուլեմ և նրանց ժողովեմ, որովհետև ես փրկել եմ նրանց, և նրանք պիտի շատանան, ինչպես որ շատ էին. թեև ես նրանց ցանեմ ազգերի մեջ, բայց նրանք հեռու տեղերում էլ պիտի հիշեն ինձ, և պիտի ապրեն իրանց որդկանց հետ, և ետ դառնան. և ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրիցը, և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց, և նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանանը, և տեղ չպիտի գտնվի նրանց համար. և նա պիտի անցկենա նեղության ծովովը, և պիտի զարկե ծովում ալիքներին, և պիտի չորանան գետի բոլոր խորությունները, և պիտի իջեցնվի Ասորեստանի հպարտությունը, և Եգիպտոսի գավազանը պիտի հեռանա, և նրանց պիտի զորացնեմ Տերովը, և նրանք ման պիտի գան նրա անունովը, ասում է Տերը.